Ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները ավելի քիչ։ Փետրվարի 25-ին ընտրություններից 3 ամիս առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Դեռևս 2 ամիս առաջ, երբ հաստատվեց 2026-ի պետական բյուջեն, կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէր, իսկ վարչապետն էլ հայտարարում էր, թե 10,000 դրամով թոշակառուն ինչ խնդիր է կարողանալու լուծել։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը երեք անդրադառնալով կառավարության այս որոշմանը ասել է, որ դա իրենց քաղաքական ուժի եւ ընդդիմադիր գործընկերների հետեւողական աշխատանքի արդյունք է։ Իսկ ինչ վերաբերմունք ունեն քաղաքացիները կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ, հատկապես եթե դա տեղի է ունենում խորհրդարանական ընտրություններից առաջ։ Armenia Today-ն այս մասին զրուցել է քաղաքացիների հետ։ Դրական, եթե մեծահասակների համար ինչ-որ բան լավարինում, իսկ ամենին պետք է տեսնել։ Իսկ մտածել եք ինչու ընտրություններից առաջ այդ որոշումը արեց։ Ճիշտն ասած չէ, ժամանակ չի եղել։ Լավ է, որ բարձրանում է։ Բայց քիչ է բարձրանում։ Իսկ ինչի ընտրություններից առաջ հենց։ Բարձ չի, ինչի համար։ Զադաբրից народ ցույց տա, որ իրանք լավն են մտածում են, բայց դա պետք է լինի հետևողական էլի։ Պլյուսից աղելի թոշակներ են ստանում աշխատողները, այնպես որ դա չոր եղանակ չի փոխ։ 10,000-ը քիչ է ապրելու համար։ Չեք մտածել ինչու հենց ընտրության նախաշեմին։ Ուզում են ժողովրդին տրամադրեն իրանց դեմ, որ իրանց ընտրեն։ Այս դա այսօրով խելք ունի, գիտի ինչ անելու։ Ճիշտ ասած ժողովրդին ձեռ են առնում այդ 10,000 դրամով։ Կարծիք չունեմ ուրիշ որ ասել։ Իսկ ինչու հենց ընտրություններից առաջ։ Դե իրանց ռեյտինգն են ուզում ապահովել։ Դե որ բարձրանում լավ չի։ Իսկ ինչի ընտրություններից առաջ մտածել եք։ Չէ, չեմ մտածել։ Շատ լավ, ավելի լավ, բայց դեմ եմ նրան, որ մնացած ապրանքները ավելի թանկանում է։ Իսկ ինչու հենց ընտրություններից առաջ պիտի բարձրացնել, մտածել եք։ Դե իհարկե, սա արդեն գալիս է լրիվ ուրիշ հարց։ Խաբար չեմ քուրս։ Ուրախ կլեմ, որ բարձրանան, լավ կլինի։ Շատ լավ։ Ընտի, նորմալ է, ինչ այլ է։ Հիմա է երևի ժամանակը դրա համար։ Ուրիշ ամեն ինչ օքեյ է Հայաստանում։ Ես թոշակառու չեմ կարող ասել թոշակառուներին հարցրեք, բայց համենայն դեպս շնորհակալ ենք Աստված օրհնի մեր ղեկավարությանը, որ ել ավելի իմաստություն ձեռք բերեն, Աստծո խոսքով շարժվեն, որպեսզի Աստված ել օրհնի մեր հայ ազգը։ Թոշակառուների համար, բայց մեր բոլորի համար ոչ։ Ինչու՞։ Դե 2 ամիս առաջ ասում էին չենք բարձրացնում, փող չունենք։ Սոցիալ նախարարը մի 2 օր առաջ նույնը կրկնում էր, բյուջեով այդ գումարները չկան, այնց որ անհասկանալի ինչ որ որոշում է։ Լավ, նորմալ։ Իսկ ինչու ընտրություններից առաջ հենց մտածել եք։ Երևի իրանց այդ ժամանակը հարմար եղել։ Կարող է ֆինանսը շատացել է։ Ամեն դեպքում շատ ուրախ ենք, շնորհակալ ենք իրանցից։ Հնակարգից են գելը։ Ուրախալի է։ Իհարկե ուրախալ է։ Ինչու ընտրություններից առաջ թոշակը բարձրացվեց։ Ես երևի ընտրությունները դրա մոտեցրած։ Դա ձեր վրա անդրադառնալու է այդ 10,000 ավելացումը։ Գիտես, ես պոլիտիկայով չեմ զբաղվում, ես աշխատող մարդ եմ։ Ես որ Շատ վատ։ Ո՞նց եք վերաբերում։ Ինչու։ Խաբեբայական ձև է։ ինձ պետք չի իրաց կոշակնել, ինքնել, ոչ մի բանից պետք չի։ Ինչի եք զայրացա։ Որտեւ անուղեղ մարդ է։ Մեծ կարգի ղեկավար է պետք, ուրիշ ոչ մի բան չեմ ասում։ Ուրիշ ոչ մի բան չեմ ասում։ Իմ երեխան կորավ, էլ ես ոչ մի բան չեմ ասում։ Ասել ենք, Ձեզ ուրախացնում է այդ հասել։ բոլորովին։ Չի ուրախացնում, որովհետև ամեն ինչ այնքան թանկ է, որ դա կեսի-կեսն չի ծածկի։ Դե շատ քիչ է, բայց դե ինչ արած։ Էլ ոչինչ։ Ինչքան թոշակ եք ստանում միջևես։ Մինչև այդ 35,000։ Այսինքն արդեն 45 կստանաք։ Հա, ասեմ ձեզ ինչի համար, որտեվ իր ընտրություններն է, շանս չունի, բռնեց թոշակառուների փողը բարձրացրեց, որ իրան ընտրեն։ Իրան լավ զգան, այդքան մի բան։ Դու բարձրացնեն լավ կլինի։ Բայց ասին այս ամսից պետք է բարձրանա։ Ապրիլից։ Ապրիլից պետք է Ուրախ բարձրանա։ եք։ Շատ։ Իսկ ինչի ընտրություններից առաջ այդ որոշումը ընդունեց կառավարությունը։ Երևի օգուտ իրենց։ Եթե գաղտնիք չի, որքան թոշակ եք ստանում։ 63։ Կարող է չբարձրանալ, կարող է խապել։
հայտարարել են, որ կբարձրանա։ Բանդ եմ վերաբերվում, Ինչու՞։ դա էլ չի, ոչ մի բան չի փոխել, Ինչի չգիտեմ, ընտրություններից շատ առաջ հիասթափված եմ ես, Ինչի ընտրություններից առաջ որոշեցին բարձրացնել։ որ ժողովուրդը իրանց ընտրի, Որքան թոշակ եք ստանում։ 43,000, Շատ լավ է։ Կարծիք չունեմ ես։ Ոչ մի բան չի փոխում։ Ինչի եք այդպես ասում։ Ձեր վրա չի անդրադառնալու։ Չէ, ինչա 10,000 դրամ եղած չեղած։ Նույն բանն է։ Նմանապես Ինչ որ ողջևորված ենք բոլորովին։ Մի հատ էլ հարց ու վերջ։ Իսկ ինչի հենց ընտրություններից առաջ էս որոշումը։ Դե այդ արդեն հասկանալի է։ Երբ որ հարցը տվեցիք, դուք էլ գիտեք պատասխանել։ Լավ է։ Շատ ուրախ եմ։ Իսկ ինչ եք կարծում, ինչու ընտրություններից 3 ամիս առաջ բարձրացրեց։ Տնտեսագիտական ճիշտ հաշվարկ է դա, թե նախընտրական PR։ Չեմ կարող պատասխանել։ Իսկ դուք թոշակ ստանում եք, որքան։ Այո։ Ստանում եմ Կասեք ձեր թոշակը որքան է։ 40,000։ Ապրիլ Փաշինյանը, վերջ։